2017 թվականի առաջին կիսամյակում Արցախում ամուսնությունների աճ է գրանցվել։ Արդարադատության նախարարությունը հրապարակել է կիսամյակի գլխավոր ձեռքբերումը խորհրդանշող նորակազմ զույգերի թիվը՝ 368։ Նշեմ, որ 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել էր ընդամենը 283 ամուսնություն, այսինքն մոտ 30%-ով ամուսնությունների աճ է գրանցվել։ Արցախի քաղաքացիական կազմության ակտերի գրանցման գործակալության տվյալների համաձայն ամենաշատ ամուսնությունները գրանցվել են Ստեփանակերտում, շրջաններում առաջատարը Մարտակերտն է 52 ամուսնությամբ, ամուսնալուծությունները շատացել են 10%-ով, սակայն ընդհանուր առմամբ ամուսնալուծության ցուցանիշները ցածր են մնում։ Արդարադատության նախարարության ներկայացուցիչը պատճառը համեմատաբար ուշ ամուսնանալն է համարում, դրանից բխող պատասխանատվության գիտակցումով ամուսնացող տղամարդկանց միջին տարիքը կազմում է 27, կանանցը 24։ Համապատասխան կյանքի փորձ, համապատասխան կարիերայում նվաճումներ եւ համապատասխան պատրաստվածություն ունենալուց հետո միայն մարդիկ մտածում են ամուսնության մասին եւ դա կարելի է ավելի շատ դրական համարել, քանի որ նման դեպքում կանխվում է ամուսնալուծությունների առավել մտածված ամուսնությունը արդեն խթանում է, որպեսզի հետագայում ամուսնալուծությունները քիչ լինեն։ Անկախ սոցիալական կարգավիճակից Արցախի քաղաքացիները ամուսնանալիս նաև միանվագ նպաստ են ստանում՝ յուրաքանչյուրը 150,000 դրամ։ Նորայր Հովսեփյան, Մերուժան Մարտիրոսյան, ժամը լրատվական։